Շարունակում եմ մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, ես վստահ եմ, որ բոլորիս համար չափազանց կարևոր թեմա ենք հիմա քննարկելու։ Նրանք, ովքեր կհամարեն, որ սա բողոք է, կարող են հեռանալ էկրաններից, իսկ նրանք, ովքեր համարում են, որ կրթության մասին խոսելը կարևորագույն թեմա է, առաջարկում ենք հետևել մեզ։ Մեր հյուրն է համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը, ողջույն պարոն Մխիթարյան։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Ձեզ վերջին անգամ հանդիպել էի անցած տարի, էլի մեկ ուրիշ հաղորդման ձևաչափի շրջանակներում, եւ էլի իհարկե խոսում էինք կրթության որակի փոփոխությունների, ուր է գնում այդ փոփոխությունները, բայց ոնց որ թե հիշում եմ, որ առանձնապես դրական արձագանք չեղավ ձեր կողմից որպես կրթության փորձագետ, որովհետեւ դուք ունեիք շատ մտավախություններ, որ այսպես մենք լավ տեղ չենք գնա։ Եկեք սկսենք սկզբից, վստահ եմ արդեն ձեր պատասխաններից հարցերը կձևավորվեն։ Ինչ վիճակ է առհասարակ հիմա կրթության ոլորտում եւ որն է մեր կարևորագույն խնդիրը։ Այո, իսկապես, ուրեմն անցած մեր հանդիպումից հետո բոլոր կանխատեսումները, որ փոխադարձ ունեցանք, իրականություն դարձան եւ դեռ շարունակվում են։ Իսկ կանխատեսումները վատատեսական էին եւ գնում էին դեպի վատը։ Հիմա, բայց մինչև այդ բուն թեմային անցնելը ես կուզենամ ասել, թե ով եմ ես ընդհանրապես կրթության մեջ, որովհետև հիմա շատ մոդայիկ է, չեմ ուզում։ Ճիշտ բաց, հայերեն բառը չասեմ։ Այո, շատ մոդայիկ է կրթության մասին խոսել, բայց ով պիտի խոսի կրթության մասին, դա շատ կարևոր է։ Ուրեմն ինքս Երևանի պետական համալսարանը ավարտել եմ գերազանցության դիպլոմով, տեխնացուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո աշխատել եմ դպրոցում 5-6 տարի եւ դրանից հետո անընդհատ բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդում եմ։ Ես հիմա գիտակրթական միջազգային կենտրոնի, որը մագիստրոսական եւ ասպիրանտական կրթություն է ապահովում Գիտությունների ազգային ակադեմիայի ներսում, այդ հիմնարկի կամ կրթական հաստատության կամ բուհի դեկանն եմ եւ բացի դրանից նաեւ արդեն 3 տարի է ընտրվել եմ եվրոպական կրթության քաղաքականության կենտրոնների ցանցի վարչության անդամ, որը ունի 5 անդամ եվրոպական տարբեր երկրներից եւ հիմնականում համալսարանների ներկայացուցիչներ են, որոնք տարբեր երկրներում զբաղվում են հենց կրթության ոլորտի քաղաքականությամբ, դրա առաջխաղացմամբ, համեմատական վերլուծություններ անելով եւ այլն։ Այսքանը հələ մի մասը, այսինքն ուրեմն կրթության մասին, երբ որ խոսում են մարդիկ, որոնք կրթության ընդհանրապես կամ լավ ասենք, հետագից չունեն, դա արժեզրկում է իսկապես, դա արժեզրկում է կրթությունը եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ ըստ էության կրթության մասին խոսել նշանակում է խոսել արժեքների մասին, չէ՞, որովհետեւ այն ինչ որ մենք ժառանգում ենք ավելի ավագ սերունդից, դրանք արժեքներն են, ոչ թե այն ինչ որ կարող ենք տեղեկատվություն, որը կարող ենք օրինակ ինտերնետում գտնել։ Դա արժեքներն են, որոնք փոխանցվում են հենց ուսուցչի միջոցով, դասախոսի միջոցով։ Այսօր ուսուցիչը իրավունք չունի այդ արժեքները բարձրաձայնելու, փոխանցելու, սահմանափակում։ Հիմա տեսեք ինչ է ստացվում Հայաստանում, այն մարդիկ, որոնք հիմա ուսուցիչներ են կամ դասախոսներ են, նրանք ինչ որ մի սերունդի ներկայացուցիչներ են, չէ՞, որոնք ասենք 30 տարեկան, ինչեւ 60 տարեկան մարդիկ են, որոնք իրենց դաստիարակությունը եւ արժեքները ստացել են մի միջավայրում, որը եղել է խորհրդային վերջին տարիները, անկախության առաջին տարիները։ Եվ ըստ էության շատ մեծ հակասություն արժեքային իմաստով չեն ունեցել։ Եվ հիմա եկել է Հայաստանում մի իշխանություն, որը ասում է, որ այդ 30 տարվա սերունդը, որը որոշակի արժեքներով դաստիարակվել է, հիմա պետք է ոչ ազգային հիմքի վրա ստեղծված դասագրքերով, ջութով դասավանդի նոր եկող սերունդին, որը պիտի կտրվի այդ արժեքներից, այդ արժեքային հիմքից։ Ըստ էության ես շատ այսպես կարճ ճիշտ է ասում, հան ինչի, բայց որ ինչ լինի, կտրվի այդ արժեքներից, որ ինչ լինի։ Որովհետև այն պետությունը, որը մենք կառուցում ենք, այդ պետությանը անհրաժեշտ չի, որ մենք ունենանք օրինակ շատ արտահայտված արժեքներ, որոնք հային են բնութագրական։ Ինչու՞։ Օրինակ մենք անընդհատ խոսում ենք հայկական սփյուռքի մասին եւ երբ որ Հայաստան պետության մասին խոսում ենք, մի բան է խոսել Հայաստանի մասին որպես
Հայաստանի Հանրապետություն, որը ունի մոտ 3 միլիոն բնակչություն, եւ լրիվ ուրիշ բան է, երբ որ մենք խոսում ենք Հայաստան պետության մասին, իր սփյուռքով, որը 2 անգամ ավելի մեծ բնակչություն ունի։ Եվ դա նաեւ մյուս երկրներում, օրինակ լոբինգի հնարավորություն է ազգային արժեքները պահպանելու եւ Հայաստանի զարգացմանը նպաստելու որոշակի բաներ։ Հիմա այս ամբողջը ձեռնտու չի նախ եւ առաջ մեր թշնամի երկրներին, չէ, որովհետեւ Հայաստան, թույլ Հայաստան ունենալը ձեռնտու է միայն ոչ հայերին, ոչ Հայաստանին։ Եւ ստացվում է մեր իշխանությանը, եկեք բացահայտ ասենք այս մասին, որովհետեւ թաքցնելու բան էլ չկա։ Եթե դասագրքից դուրս է գալիս այն նյութը, որը պարունակում է իր մեջ Արարատ լեռան լուսանկարը, դա չեղավ ազգային արժեքներին հակառակ գնալ, չէ՞ որ Արարատը մեր ազգային ինքնության առանցքում է գտնվում։ Եվ սա ուղղակի ես հենց այնպես բառեր չեմ ասում, շատ կոնկրետ բան եմ ասում։ Դասագրքերի մրցույթին մասնակցող դասագիրք, որը պարունակում է Արարատ լեռը, այդ դասագիրքը ուղղակի չի մտնում դպրոց։ Շատ նման է իրավիճակը սրանից օրինակ մի 120 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրավիճակին, երբ որ ինչ էր տեղի ունենում, երբ որ բոլոր հայկական դպրոցները փակվում էին, երբ որ բարձրաձայն արտասանել կամ օրինակ հայկական մամուլում գրել Հայաստան բառը կամ նման բաներ, որոնք մեր ազգային արժեքներին մոտիկ էին կամ հենց այդ արժեքներն էին արտահայտում, դրանք ուղղակի արգելվում էին։ Հիմա ըստ էության նույն բանը, մի քիչ մեղմ գուցե մի քիչ շատ չերևացող, բայց տեղի ունենում մեր ազգային պետությունում։ Ազգային, որովհետև մենք այդ արժեքների հիման վրա ենք ստեղծել այս պետությունը, որի մասին գրված է եւ անկախության հռչակագրում, եւ Հայաստանի սահմանադրության մեջ, եւ բոլոր հայեցակարգերում, որոնք ըստ էության կրթությանն են վերաբերում։ Մշակութային սիմվոլներ են, որոնք մեզ ձևավորում են որպես ազգ իրենց, չգիտեմ, արժեքներով։ Հիմա տեսեք, դուք ասում եք, ենթադրենք այդ գիրքը չի կարող մտնել, որովհետև Արարատ սարը վրան պատկերված է։ Ես նախորդ անգամ խոսում էի, կարող եք շտկել բոլոր այն սխալները, եթե ես հնչեցրել եմ, որ երկրորդ դասարանի դասագրքում ինձ մայրիկներն են նկարել ուղարկել Մահմուդ Օրալի բանաստեղծությունը, որը իրականում ես կենսագրությունը կարդացի, նա ընդամենը մանկական նկարազարդող է, այնտեղ գրված չի, որ ինքը բանաստեղծ է կամ մանկագիր է, հա, ոչ ման գրված չի։ Գումարած դրան խոսում է, որ կրոնի պատմությունը դուրս եկավ, հա, դպրոցից ռազմագիտությունը դուրս եկավ։ Իրականում կուզեմ իմանալ, արդյոք սա բոլոր դպրոցներում է արդեն գործող, հա, որոշում եւ ինչ արձագանք կա ծնողների կողմից։ Օրինակ ես մտածում, եթե բոլոր ծնողները բոյկոտեին, սա ինչ որ ազդեցություն կարող էր ունենալ։ Կամ գուցե նաև մանկավարժները։ Ինչ է կատարվում այս դաշտում։ Հիմա տեսեք, մենք ինչ ունենք իսկապես շատ մտահոգիչ թեմաներ ենք բարձրացնում, զուգահեռ էլի շատ կոնկրետ բան ասեմ։ Ուրեմն անցյալ տարի նախ որպեսզի հեռուստադիտողներին պարզ լինի, թե ինչպես են օրինակ այդ դասագրքերը գրվում, հետո մտնում դպրոց, բացատրենք, թե ինչ քայլերի հերթականություն կա, որը նախատեսված է օրենքներով եւ համապատասխան որոշումներով, ենթաօրենսդրական ակտերով։ Ուրեմն նախ հաստատվում է կառավարության կողմից բոլոր այն չափանիշները, որոնցով պետք է գրվեն դասագրքերը։ Դրանց անունը չափորոշիչներ են։ Ուրեմն այդ չափորոշիչները սրանից 3 տարի առաջ ներդրվեցին եւ այսպես ասած փորձարարական պիլոտային ձևով Տավուշի մարզի դպրոցներում։ Ուրեմն նախ հաստատվեցին, հետո մի հատ փորձարկվեցին Տավուշի մարզի դպրոցներում, թե ինչպես են այդ չափորոշիչները աշխատում հանրակրթության մեջ։ Ուրեմն 1 տարի ուսուցիչները այդ նոր չափորոշիչներով սկսեցին դասավանդել նյութը եւ հենց այդ ուսուցիչները նրանց գերակշիռ մեծամասնությունը իր բողոքը արտահայտեց եւ իր առաջարկությունները տվեց, որ այս բանը պետք է փոխել, այս բանը շատ լավ չի, մենք փորձարկել ենք, տեսել ենք։ Ուրեմն դրանից հետո ինչ տեղի ունեցավ, վերցրեցին այդ նույն չափորոշիչները լրիվ նույնությամբ, առանց որևէ փոփոխության, առանց այդ ուսուցիչների կարծիքը հաշվի առնելու, որոնք հենց դրա համար էին այնտեղ, որպեսզի փորձարկեն եւ իրենց կարծիքը ասեին, տարածեցին ամբողջ Հայաստանի դպրոցների վրա։ Այսինքն այն հարցը, որ արդյոք դա եզակի դեպք է, թե բոլորի համար պարտադիր, ըստ էության ստացվում է բոլորի համար պարտադիր է այսուհետ։
ուրեմն այն չափանիշներով կազմված դասագրքերը, որոնք հրատարակվում են։ Լավ, հիմա այս մեկ առաջին փուլը անցանք։ Երկրորդ փուլը չափանիշներին համապատասխան չափորոշիչներին հայտարարվում է, թե ովքեր կուզենան գրել այսինչ դասարանների դասագրքերը, այնտեղ կան չափորոշիչները, որոնց պիտի համապատասխանեն դասագրքերը։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը, Հայոց պատմության ամբիոնը, պետական համալսարանի իրար հետ համատեղ ուժերով գրում են 10-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը, որը ուսուցիչների կարծիքով լավագույնն էր, որովհետև նախկինում եւս ունեցել էինք նման դասագիրք։ Ուրեմն այս դասագիրքը գնում է նախարարություն, որպեսզի հաստատվի եւ դրանից հետո մտնի դպրոց։ Նախարարությունը հայտարարում է, որ այս դասագիրքը չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք հաստատված են։ Դասագիրքը չի մտնում դպրոց։ Եվ այսօրվա 10-րդ դասարանի մեր աշակերտները գիտեն, ոչ ոք չունի դասագիրք պատմության։ Չեն անցնում պատմություն։ Ոչ թե չեն անցնում, այլ ուղղակի առանց դասագրքի են անցնում։ Ինչ են անում մեր ուսուցիչները։ Մեր ուսուցիչները չգիտեն ինչ անեն, որովհետև շատ կարևոր է, որպեսզի դասագիրք ունենալ, դասագրքից բացի ունենալ նաև մեթոդական ուղեցույց ուսուցիչների համար, որոնք թե ինչպես են դասավանդում, որ դասը ինչպես պետք է մատուցել, այդ երեխաները վերջին հաշվով ինչ կարդան, որպեսզի հետո այդ պատմության, իսկ դա շատ կարևոր հատվածն է մեր ժողովրդի պատմության։ Ըստ էության մենք չունենք։ Եվ այսպես, գիտեք, 10-ից ավելի դասագրքեր այս պահի դրությամբ Հայաստանի դպրոցներում չկան։ Առանց դասագրքերի են սովորում։ Բնագիտական առարկաներ։ Մենք անընդհատ խոսում ենք, որ բնագիտությունից շատ վատ է վիճակը, պետական համալսարանում կա քիմիայի ֆակուլտետ, որի անունը հիմա փոխվեց, որովհետև քիմիկոս ոչ ոք չի ուզում դառնալ, ուրեմն եւ հայտարարված է տեղեր, գիտեք, պետությունը հայտարարում է այսքան անվճար տեղեր տարկետումով քիմիայի մասնագիտության, որպեսզի տղաները երբ որ գնան ընդունվեն, քիմիայի ֆակուլտետ դառնան քիմիկոսներ, նրանք տարկետում են ստանում իրենց ուսումնառության ժամկետի համար։ Ուրեմն չգտնվեց 10 հոգի ամբողջ Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում, որոնք գնան դիմեն, ստանան գոնե 7.5, այդ ամենանվազագույն շեմն է, որ կլորացնում են 8 միավոր է դառնում, որպեսզի ընդունվեն։ Եվ այդ տեղերը ըստ էության անվճար կամ պետպատվերով են ասում։ Ուղղակի թափուր են մնում արդեն երկրորդ տարին։ Ինչի համար, որովհետև դասագիրք չունենք, ուսուցիչ չունենք քիմիայի։ Բայց այդ դեպքում ինչ սկզբունքով կամ ինչ հիմնավորումով է մտնում թուրք հեղինակը, օրինակ երկրորդ դասարանի դասագիրք։ Ինչով է պայմանավորված։ Մեր դասականներին արդեն, չգիտեմ, լավը չեն, որոշել են, որ ոնց է։ Օրինակ Սևակին ինչի՞ա փոխարինում թուրք հեղինակը։ Անուշկը հարցը տալիս է, բայց անգիր իմանալով պատասխանը։ Ոչ, մեր դասականների հետ կապ չունի դա։ Դա կապ ունի հարևան պետության հետ։ Տեսեք, ըստ էության ստացվում է, դրա մասին իհարկե չեմ բարձրաձայնում, բայց ըստ էության ստացվում է, որ մենք մեր կրթությունը փոխում ենք ճնշման տակ, չէ, բայց գիտեք, հլու հնազանդ ճնշման, էլ չգիտեմ դրան ինչպես նաև անվանենք, որ ճնշում կա, բացահայտ չի այդ ճնշումը, բայց մենք ներսից ուզում ենք ինչ-որ բան անենք, ցույց տանք, տեսեք, մենք ինչքան լավ ենք ձեր Այսինքն ճնշում չկա, կա առաջարկա նման ինչ-որ մի բան, որին եթե չհամաձայնվես, դու գիտես ինչա լինելու։ Այսպես ասեմ, նույն իրաց տրամաբանությունն է գործում։ Այս տրամաբանության դեպքում։ Դրան իհարկե նաև ընդդիմացողներ կան։ Այնպես չի, որ հենց այնպես ուղղակի անցնում է եւ մանկավարժներ կան, եւ ծնողներ կան, եւ վերջերս մենք քննարկում հանդիպում ունեցանք այն խմբի հետ, որոնք նախաձեռնում են որոշակի գործընթաց այդ դասագրքերի իրենց բառերն եմ ասում, այլանդակության դեմ, որովհետև այդ մարդիկ, գիտեք, այստեղ հակասությունը ինչն է, որ մարդը դաստիարակված է մի արժեքային համակարգի շրջանակներում եւ իր երեխային ուզում են իրենից պոկել, չէ, ստացվում է, եւ ուրիշ արժեքներով դաստիարակել։ Իսկ դա շատ հեշտ է անել, որովհետեւ եթե ուզում ես ինչ-որ մեկին վատություն անել, դու զենքով չես գնում իր մոտ, եթե այդ հանրությունն է։ Դու ուղղակի կրթության մեջ մի փոփոխություն արա եւ քո արդյունքը անմիջապես դու կստանաս 1-2 տարվա ընթացքում։ Այս ծնողները դատական գործ են բացել, նույնիսկ դատեր են եղել, այսպես է կոչում, կրթության ոլորտում լիազոր մարմնի, որը այս դեպքում նախարարությունն է։ Այո։ Եվ դա վերաբերվում է նաև
շատ աղմուկանաց 7-րդ դասարանի պատմության դասագրքին, որտեղ աղավաղված քարտեզներ են ներկայացված, ձեր ասած դասագրքերի, վարվող Հայաստանի դրոշով դասագրքերի այդպիսի բաներ կան, երկրորդ դասարանի հետ չեմ սխալվում։ Այո, հետևի ֆոնում ես տեսել եմ, հենց մայրիկներն են իսուս տվել, հետևում Հայաստանի դրոշով։ Այո, եւ դա հիմա դպրոցներում է։ Այսպիսի բաներ կան եւ դատական գործընթացները հիմա ընթացքի մեջ են, 1-2 դատական։ Այսինքն դա չեն քննադատում, բայց ցեղասպանության օրը երբ այրվում էր Թուրքիայի դրոշը ուսանողների կողմից, որ ամեն տարի դարձել է, այսպես ասած, ուղղակի, հա, երիտասարդների կողմից բոյկոտ կամ չգիտեմ ինչ ակցիա, այդ դա քննադատվում է, որովհետև համարում են, որ դրոշ այրելը ոչ դիվանագիտական եւ ոչ էլ առաջ գնացող քայլ է։ Բայց դեպքում ինչի է Հայաստանի դրոշը գրքի վրա այրվում։ Մեկում դրոշը որ այրում ենք, մենք իրենց հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, դրանից, բայց ես մի բան եմ ուզում, մի հարց տամ ներիր, մենք պետք է անկեղծ լինենք 90-ականների վերջերից, ավելի ճիշտ 2000-ականների սկզբներից արդեն կրթությունը սկսեց կամաց անկում ապրել։ Մենք բոլորս գիտենք, անուններ չտանք։ Ինչով էր սա պայմանավորված։ Հիմա հասկանում եմ 18-ից 20 թվականից հետո հասկանում եմ այս միանգամից այս անկումը այս շատ կարճ ժամանակահատվածում ինչով է պայմանավորված։ Այդ ժամանակահատվածից հետո ինչով էր պայմանավորված։ Գիտեք, դա կարծես թե իներցիա լինի, որովհետև այո, ես այդպես եմ մտածում եւ գիտեք, նաեւ տեսեք, օրինակ այն ժամանակ, երբ որ ես էի ուսանող կամ աշակերտ, այն ժամանակ որոշակի ակնածանք կար ուսուցչի հանդեպ։ Իհարկե։ Չէ, դասախոսի հանդեպ։ Մարդիկ օրինակ, երբ որ երեխաներին կամ հարցնում էին օրինակ դու ինչ կուզենայիր դառնալ, այնպես չի որ որևէ մեկը չէր ասի օրինակ ուսուցիչ կամ գիտնական դառնալ, դա շատ հեղինակավոր բան էր։ Խորհրդային ժամանակներում օրինակ համեմատության համար ասենք, որ ամենաբարձր աշխատավարձը, հիմա կգանք աշխատավարձերին, որտեղ դա է, այստեղ է թաղված ասում այդ շանգլուխը։ Ամենաբարձր աշխատավարձը ենթադրվում էր, որ պետության առաջին դեմքը պիտի ստանար, դա կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարն էր Հայաստանի դեպքում։ Պարզվում է, որ նրանից ավելի բարձր աշխատավարձ ստանում էր Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը։ Ղեկավարը։ Այո։ Տեսեք ինչպեսի է, եւ դա մղում էր նրան, որ այն երիտասարդ սերունդը, որը դաստիարակվում էր խորհրդային ժամանակներում, նա ցանկանում էր դառնալ։ Մի մարդու աշխատավարձը կարող էր որոշիչ լինել մի ամբողջ սերնդի համար։ Քիմիկոսները, հայտնի քիմիկոսները, հայտնի ֆիզիկոսները, ինչ հարուստ մարդիկ են եղել, ինչ ու դա ֆանտաստիկ թվեր։ Եվ հիմա գանք 2000-ականները եւ հատկապես 2018-ի տեսքով։ Ուրեմն հիմա այս պահի դրությամբ ուրեմն այն մարդը, որը դպրոցն ավարտելուց հետո որոշել է դառնալ օրինակ ներքին գործերի աշխատակից նախարարության, օրինակ Պարեկ, նրան պետք չի ունենալ բարձրագույն կրթություն։ Դա աբսուրդի ժանր է։ Սա բարձրագույն կրթություն պետք չի ունենալ։ Ինչքան աշխատավարձ նա կարող է ստանալ եւ եկեք դա համեմատենք ուսուցչի միջին աշխատավարձի հետ։ Պարզվում է, որ 300 քանուս է, չէ՞։ Երկու անգամ միջին աշխատավարձը, երկու անգամ ավելի բարձր է այն մարդու համար, որը ուղղակի Պարեկ է աշխատում, քան թե այն մարդու համար, որը ուսուցիչ է աշխատում։ Ես դրանից եկեք արժեքների մասին խոսենք։ Որ ասում էի ավտոբուսի վարորդը որքան էլ որ մենք համարում ենք, որ ինքը ամենակարևոր գործառույթն է իրականացնում, տեղափոխում եմ մեր երեխաներին, բան չունեմ ասելու, բայց ինքը իրավունք չունի ուսուցչից բարձր ստանալ։ Այստեղ ախր ավտոբուսի վարորդը ու Պարեկի աշխատավարձի հարցը չի, հարցն նա թե ուսուցիչը ինչ այդքան ցածր, թող Պարեկն էլ շատ ստանա։ Էդ եմ ասում, ես ինչ-որ ասում եմ, թող բարձր ստանան, բայց թող որոշեն մի սանդղակ, որտեղ միշտ ուսուցիչը լինի գոնե մի քիչ բարձր։ Որովհետև երբ որ մենք խոսում ենք, տեսեք մարդիկ ասում են, հա ինչի ստանան ուսուցիչներ կամ որ լավ չեն, չգիտեմ, սովորել կամ չգիտեմ, այդ ատեստավորման գործընթացը տապալում են եւ այլն, բայց պետք է հասկանալ դրա փիլիսոփայությունը, որովհետև մենք ուսուցչի բարձր աշխատավարձ տալով նշանակում է մենք հասարակության վերաբերմունքն ենք արտահայտում դեպի ուսուցիչը, դեպի կրթությամբ զբաղվող։ Իրեն ենք ստիպում, որ ինքն վրա աշխատի, գնա այդ բոլոր այդ, չգիտեմ, այդ բաները անցնի, անցնի ինքը կատարելագործվի, իր գիտելիքները հարստացնի, մեթոդաբանությամբ սկսի զբաղվել եւ այլն։ Եվ ոչ թե ինչպես Հայաստանում է հիմա շատ ուսուցիչներ, հատկապես գյուղական բնակավայրերում, նրանց եկամտի հիմնական աղբյուրը երբեք չի լինում հիմա
ուսուցչի աշխատավարձ է։ Դրա համար ինքը զբաղվում են գյուղատնտեսությամբ, զբաղվում են անասնապահությամբ։ Դրա համար իր համար կարևորը որն է, իր ընտանիքը պահելը, վերջ։ Եկեք ճիշտը խոսենք։ Պարոն Մխիթարյան, եթե չեմ սխալվում 19 թվականին էր, որ փակվեց կրթության ազգային ոնց էր կոչվում։ Կրթության ազգային ինստիտուտ։ Կրթության ազգային ինստիտուտ։ Քննարկվում էին, չէ՞, շատ թեմաներ, երևի թե այսինքն թեկուզ են դասագրքերում տեղ գտող նյութերը, զարգացումները։ Փակվեց այդ կառույցը։ Ինչ հիմնավորում կար, ինչու է փակվում այդ կառույցը, այսինքն ինչով էր ինքը ավելորդ։ Գիտեք, հիմնավորում չկա, որովհետև ես կատակով երբեմն ասում եմ, որ այնտեղ խանգարում էր ազգային բառը այդ կառույցի, որովհետև շատ դեպքերում մենք տեսենք, այո, այն բոլոր պետական կառույցները, որոնց վրա ազգային բառը կա, դրանք ոնց որ թիրախում լինեն, անհասկանալի ձևով, էլի։ Այդ կիսակատակ կիսալուրջ, բայց ըստ էության դա իսկապես վերացվեց, որը շատ մեծ գործ էր անում եւ այնպես չի որ դա միայն Հայաստանում էր, տարբեր երկրներում կան նմանատիպ կառույցներ, որոնք փորձարկումներ են անում, դասագրքեր են մշակում, քննարկումներ են անում եւ այլն։ Այս իսկապես շատ կարեւոր կառույց է։ Փոխարենը հիմա դրան փոխարինող մի փոքրիկ ինչ որ մի բան ունենք, բայց իրականում դրան երբեք չես կարող փոխարինել։ Եվ այդտեղից էլ սկսվեց նաեւ անկումը։ Դա էլ եկեք նշենք։ Լավ, հիմա դուք ասացիք, որ կան դատական պրոցեսներ, այսպես ասած, բայց իրականում հանրության վստահ եմ շատ գերակշռված ոչ միայն տեղյակ չէ, այլ նաև ուղղակի հարմարվում են այդ իրականությանը։ Ես մի անգամ էլի պատմել եմ, որ եղել է դեպքեր, իմ աղջիկը շատ վաղուց է ավարտել դպրոցը, բայց ես հիշում եմ երկրորդ դասարանում բանաստեղծություն էր կարդում, որ ես նրան արգելեցի սովորել եւ ասացի ուսուցչին կասես, որ մայրիկս թույլ չի տվել, որովհետև որ տարօրինակ բանաստեղծություն էր, այն բզեզի, չգիտեմ ինչի հեծնելու մոտավորապես այդ ձևաչափի։ Այդ չէր, բայց այդ ձևաչափի մի բան էր։ Հիմա օրինակ հենց մեկը հենց այդ բանաստեղծությունը, որը աբսուրդի ժանրից է, ֆանտաստիկայի ժանրից է կարելի ասել, այն էլ այդ դասարանի համար տարական դասագրքում։ Դրանք փոխվեցին, թե այդպես էլ շարունակում են դեռ երեխաները այդ արժեքներով գնալ, թե ինչ որ փոփոխություն եղավ ի վերջո։ Ուրեմն խորհրդային ժամանակ մի լավ կինո կար եւ այդ ֆիլմի մեջ կար մի մեղեդի երաժշտություն երգ, որը սկսվում էր նրանից, թե ինչից է սկսվում հայրենիքը, եթե հիշում եք, եթե չեմ սխալվում, շիտի մեջ, այդ ֆիլմի մեջ է, եւ այդ երգը սկսվում է այն բառերով, որ հայրենիքը սկսվում է Այբենարանի դասագրքի նկարից։ Եվ դրանից հետո էլի բաներ է շարունակում, էլի։ Դուք հիշեք ձեր մանկությունը եւ ովքեր մեզ նայում են։ Ինչքան էինք մենք նայում իսկապես այն նկարներին, որ կար դասագրքի մեջ։ Մենք գուցե չէինք անցնում ամբողջը, բայց թերթում էինք, որպեսզի նկարները նայենք եւ դա ինչքան շատ էր տպավորվում մեր մեջ եւ դա անպայման դա հոգեբանության վրա ինչքան կարեւոր նշանակություն ունի։ Հիմա էլ դա ունի։ Եվ եթե մենք մի հատ այդպիսի սխալ ենք անում դասագրքի մեջ, մանավանդ տարական դպրոցում, մի քիչ ավելի քիչ գուցե միջին դպրոցում, դա էական ազդեցություն է ունենում յուրաքանչյուր երեխայի հոգեբանության վրա։ Նա կարող է չհիշել դասագրքի նյութը, բայց այդ նկարները, այդ մի բանաստեղծությունը, իր պատկերացումները ամբողջ կյանքում նրան ուղեկցելու են։ Հասկանում եք, ահա թե ինչքան կարևոր է այդ դասագրքերը, ինչքան կարևոր է կրթությունը։ Իզուր չէր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պարտված երկու պետությունները Գերմանիան եւ Ճապոնիան առաջին բանը որ արեցին բյուջեի զգալի մասը ամենաշատ հատկացումները արեցին կրթության ոլորտին։ Ու հիմա իրանք որտեղ են։ Եվ հիմա ինչ ունենք, մենք ունենք աշխարհի երրորդ եւ չորրորդ տնտեսությունները, հաշվի առնելով որ իրենց բնակչությունը այդքան մեծ չի, որ Չինաստանի նման, բայց նրանք ունեն աշխարհի երրորդ եւ չորրորդ տնտեսությունը։ Ի հաշվի ինչի, որովհետև այդ մարդիկ հասկացան, որ պատերազմը ամեն ինչ չի որոշում, կրթությունն է ամեն ինչ որոշում։ Եվ եթե դու վերաբերվում ես կրթությանը խնամքով եւ դա նաեւ հասարակության վերաբերմունքն է, չէ՞, դու ունենում ես այդպիսի արդյունք։ Ես գիտեք ինչն եմ հիմա զարմանում, իրարամերժ է։ Եթե մենք խոսում ենք օրինակ այդ անտարբերությունից կրթության հանդեպ, ու միշտ կա այդ կոռուպցիան եւ այդ, չգիտեմ, բյուջեի վատնումները, սեփական, չգիտեմ, ծախսերի վրա։
Բայց մա տարօրինակ մի բան, լավ, եթե դու զարգացնես կրթությունը, զարգանա քո տնտեսությունը, փող ավելի շատ լինի, ավելի շատ կարող ես ուտել։ Ավելի լավ չի։ Զարգացնես ամեն շատ կուտես, ինչի՞ դու լրիվ ասում եք ժամանակակից բանի, այո, տերմինաբանությամբ, որ ավելի հասկանալի է։ Ես արդեն հասել եմ նրան, որ լսում եմ մարդկանցից, ովքեր ասում են, լավ էլի միլիարդով մի կերեք, միլիոնով կերեք, մեզ էլ մի քիչ կհասնի։ Եթե մենք այս տրամաբանության մեջ ենք, հիմա եկեք զարգացնենք կրթության միջոցով, օրինակ տնտեսությունը զարգացնենք, շատ կուտեն ավելի։ Ինֆորմացիա ունեն մարդիկ։ Վերջին հարցս, պարոն Մխիթարյան, եթե ծնողները հիմա կուզեի ասել բոլորը անխտիր, բայց լավ գերակշիռ մասը ինձ համար ավելի ֆանտաստիկայի ժանրից ասեմ 80%-ը կանգնի եւ բողոքի ու ասի, որ չի ուզում, որ իր երեխան ստանա նման կրթություն։ Սա կարող է բերել փոփոխության եւ կարող է ինչ-որ բան անել, որպեսզի հաշվի նստեն մեր հանրության մեծ մասի հետ, ովքեր իրենց երեխայի ապագան տեսնում են առաջին հերթին կրթության մեջ։ Լավ կրթությունը ձևավորում է լավ ապագա երեխայի համար։ Եկա լինեն այնքան էգոիստ, իրենց երեխայի ապագայի համար դուրս գան դրան ընդառաջ։ Կփոխի մի բան։ Անպայման կփոխի։ Ուղղակի դա չի տեղի ունենում մեր աչքերի առջև, որովհետև շատ ծնողներ ուղղակի անհատական կարգով են լուծում այդ հարցերը։ Բոլորիս հայտնի է։ Հիմա կան այլընտրանքային դպրոցներ, դրանք հիմնականում մասնավոր դպրոցներն են, ով հնարավորություն, իհարկե, բայց հնարավորություն ունեցողները էլ չեն էլ մտածում։ Միանգամից երեխաներին տանում են այնտեղ։ Ուրիշ ձև էլ կա արտագաղթը։ Շատ մարդիկ իրենց երեխաների լավ ապագայի, լավ կրթության համար, եթե հնարավորություն էլ ունենում են, նրանք անպայման Հայաստանից դուրս են գնում։ Իսկապես շատ ցավալի բան եմ ասում։ Սա ամենաբողբերգական։ Այո, եւ մյուս բանը, իսկապես մեզ մոտ այդ կազմակերպվածության աստիճանն է շատ ցածր, էլի։ Մեզ մոտ ոնց որ այդ եսասիրություն, ասենք թե կենտրոնություն, ամեն մեկը փորձում է իր շրջապատում փոքր այդ հարցերը լուծել, օրինակ մասնավոր պարապմունքների են տալիս երեխաներին մնացած բանի, բայց ընդհանուրի մեջ չերևալ եւ չխոսանք վատամարդ դուրս չգանք, չէ՞։ Այս բանը կա, որը իսկապես ցավալի է եւ դա չի վերաբերում միայն ծնողներին, ուսուցիչներին։ Մեր հասարակության կարծես այդպես հիվանդություններից մեկը։ Դրա համար էլ որ ասում ենք մայր գիտակցություն չունենք, մի լավ լոզունգ կար, չէ՞, կհիշեք, 3 հրացանակիրները, մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար։ Մեր սերունդը իհարկե մեծացավ այդ գրականությամբ, այդ տրամաբանությամբ եւ մենք հասկանում ենք, որ դու պիտի անես 1000-ի համար, այո, որովհետեւ վաղը այդ 1000-ը կանգնելու է այդ վերադառնա դա, իհարկե։ Այդ տենց է, բայց մենք այդ ուղղակի սպառել ենք, սենց բացառել ենք մեր կյանքից, մենք ու ինչպես ես եմ միշտ սիրում ասել ոչ գրական հայերենով, մեր դրան դիմացի մետլախը ու վերջ։ Պարոն Մխիթարյան, շնորհակալ ենք, որ մենք ունեիք, շատ վաղուց ուզում էինք անպայման ձեզ հյուրընկալել ու գոնե թե մենք չասենք մասնագետը հնչեցնի խնդիրները, հուսանք, որ մենք շատ հաճելի է իհարկե, որ այդպիսի միջավայր եք ապահովում եւ ինչ անենք։ Մենք շատ ավելի հաճախ կուզեինք ձեզ հրավիրել, բայց ամենասում սպասում ենք խնդիրները մի քիչ խորանում են, նոր ձեզ հրավիրում ենք։ Շնորհակալ ենք ձեզ հյուրընկալության համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովազդ։